ձեռնարկվել, սակայն իմ գալու հանգամանքները իրավապահպանների մոտ հարցեր են առաջացրել, կոնկրետ չգիտեմ ում կողմից ցուցմունք ա եղել, որը քննիչի մոտ կասկած է առաջացրել այն, որ ես առհասարակ չեմ հետևել Լեռնային Հանրապետություն։ Սակայն ես տվել եմ բացատրություն, ներողություն, քրեական գիտապահովի չհարցնելու որոշում կայացնել։ Եթե մանրամասն ներողություն եմ խնդրում, մի հանգամանք ուղղակի ասեմ, քանի որ այդ առողջական խնդիրը եղել է, բայց իմ համար կարևոր է եղել, որպեսզի քննիչի մոտ այն սկզբնական ձևավորված կասկածանքը փարատվի, այդ կասկածանքը փարատվելուց հետո նկարներով, ապացույցներով, հեռախոսազանգերի ալեհավաքների տվյալներով, այն ցուցմունքներով, երբ որ հաստատվել է, որ այն բացատրությամբ ես ինչ-որ հայտնել եմ ամբողջությամբ իրականության համապատասխանում, նոր դրանից հետո փորձակնություն է նշանակվել եւ բժշկական հանձնաժողովի կողմից նաեւ հաստատվել է, որ ես պիտանի չէի առհասարակ սկզբանե զինվորական ծառայության, բայց ամեն դեպքում իմ համար կարևոր է եղել, որ այս հանգամանքից անկախ նաեւ այդ սկզբնական ձևավորված կասկածանքը քննիչի մոտ փարատվի։